Մխիթարություն եւ հոգու ուրախություն էր մեզ համար տեղեկանալ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող 4 հայորդիների հայրենիք վերադարձի մասին։ Իր ուղերձում ասել է կաթողիկոսը, մաղթելով, որ նրանք Տիրոջ օրհնությամբ ու ժողովրդի զորակցությամբ վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականon ընթացքը ընտանեկան միջավայրում։ Վեհապարը նաեւ աղոթք է բարձրացրել, որ բոլոր գերիները շուտապույտ եւ ապահով վերադառնան հայրենիք եւ որ Աստված խաղաղության շնորհի ներքո պահի աշխարհը, մեր հայրենիքն ու ժողովուրդը։ Կառավարության նիստում առողջապահության նախարարը հայտնել է, որ այս պահին պոլիկլինիկաներում մեծ հերթեր չկան, չնայած առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանը։ Անահիտ Ավանեսյանի խոսքով հունվարի 15-ի ժամը 10-ի դրությամբ գրանցվել է 87,048 ապահովագրական այց, որից 7,739 ամբուլատոր, 8,612-ը հիվանդանոցային։ Այս ցուցանիշները ըստ նախարարի համապատասխանում են ակնկալիքներին, իսկ ընդհանուր պատկերը դրական է։ Նախարարը նշել է նաև, որ համակարգը գտնվում է մշտական վերահսկողության տակ, հետևելով թե սպասարկումների թվին, թե առաջացած խնդիրներին։ Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ որոշ անձինք եւ կազմակերպություններ առաջարկում են չլիցենզավորված ֆինանսական ծառայություններ, ստեղծելով զեղծարարությունների եւ ֆինանսական կորուստների բարձր ռիսկեր քաղաքացիների համար։ Բանկը իր պաշտոնական կայքում հրապարակել է հայտնաբերվածների ցանկը եւ հորդորում է քաղաքացիներին նման դեպքեր հայտնաբերելու դեպքում տեղեկացնել պաշտոնական ճանապարհով, ինչպես նաեւ օգտվել միայն կենտրոնական բանկի լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից։ Հայաստանում մշակութային արժեքների արտահանման համար կսահմանվի նոր պետական տուրք, ընդհանուր փոփոխություններ կկատարվեն պետական տուրքի մասին օրենքում, որպեսզի տուրքի տեսակները համապատասխանեն ԵԱՏՄ կարգերին եւ բարելավվի վարչարարությունը։ Նախագիծը թույլ կտա կանոնակարգել Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող մշակութային արժեքների արտահանումն ու ներմուծումը եւ տարանջատել մաքսային ռեժիմները, որոնք մինչեւ այժմ չեն առանձնացվել։ Ներքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ից կգործարկի միասնական զանգերի կենտրոնը, որը մեկտեղում է ոստիկանություն եւ փրկարար ծառայություն ուղղված զանգերը։ ՄԳՆ-ից հայտնում են, որ քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով կկարողանան մեկ զանգով կապ հաստատել ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի արագ եւ արդյունավետ կլինի, եւ ոստիկաններն ու փրկարարները կարձագանքեն միաժամանակ, բարձրացնելով անվտանգության մակարդակը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։